Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղը նախորդ գիշեր անկոչ հյուրեր է ունեցել։ Գայլերի ոհմակը ներխուժել է Հայրապետյանների տամբակ ու հոշոտել 95 մայրացու ոչխար, պատճառելով մոտ 6 միլիոն դրամի վնաս։ Գիշերը 1:15 պակաս 20 պակաս ժեշտերի գմփոցից բանորով դուրս եկավ, մեկ էլ ցեն տվեց, որ բանը գայլերի ոհմակը մտավ ոչխարի սուրում։ Երանք բանորեցին վազնելով գնացին տեսանք, որ ահավորը սպանդայել է։ Տիկին Սուսանն է առաջինը նկատել, որ իրենց բակից տարօրինակ ձայներ են լսվում, դուրս է եկել ու տեսել, թե ինչպես են 6-ից 7 գայլ գառները բերաններին աջ ու ձախ գնում։ Նորատուսցիներն ասում են, գայլերն այնքան են մոտենում բնակավայրին, որ նկատելի են 20 մետրից։ Հենց տեսա, որ գառը բերանն է, ուզեցի կոնե գցեն։ Տվեցի հետևը մեկ քան մետր վազելով, բայց շունչս կտրավել չկորացա, ինքն էլ ոչ էլ գցեց։ Հետ դարձանք արդեն ոստիկանություն, նախ շնորհակալ ենք մեր գավառի ոստիկանությունից, որ 5 րոպե չքաշած իրանք մոտեցած, ամեն ինչով աջակցած, լուսերը վառած մեր հետ նորից մոնա եկած։ Դեպքի վայր են ժամանել գավառի ոստիկանները, փրկարար ծառայության աշխատակիցները, վարչական շրջանի ղեկավարի տեղակալն ու գյուղացիները օգնել են ընտանիքին, որ թաղեն սատկած կենդանիներին։ 15 տարի, 20 տարի ավել ոչխարաբուծություն, անասնաբուծությունով եմ զբաղված։ Ես առաջին անգամ տեսա, որ գայլերն ինձ վնաս են տված։ Մյուս գյուղացիների տուն բակ մտել են վնաս տվել։ Մեր գյուղն էլ, մեր արևանի տունն էլ մտած ասենք, բայց ես բան չտեսել, ահավոր բաներ։ Տան բակում դեռ սատկած գառներ կան, այսօր են սատկել, վերքերից։ Թեպետ տան տերերն ամեն բան արել են ապրուստի միակ միջոցը փրկելու համար։ Իրացու ոչխարներն ասենք հատը, որ 70,000 հղի վիճակում, այնա տեսած ինչ վիճակել է։ Փոքր գառնուկները փորների մեջ է տենց։ Հայրապետյանների վնասների մասին եւ համայնքում են տեղյակ եւ մարզպետարանում արձանագրություն է կազմվել եւ փոխանցվել է մարզպետարան։ Նորատուսի վարչական ղեկավար Անդրանիկ Գրիգորյանն ասում է, նախորդ տարի նույն ընտանիքին պատկանող եւս 20 ոչխարի էին հոշոտել գայլերը։ Համայնքապետարանը, մարզպետարանը, ԱԻՆ-ը իրար հետ եկել են, գնացել են իմ տեղակալի հետ արձանագրությունը կազմել են։ Պետք է երեք ներկայացնեն մարզպետին։ Մարզպետը կորոշա, մարզպետարանից էլ ուղարկում են ինչքան գիտեմ համայնքապետարան։ Եթե արդեն վճարի հարց ա լինում, ինչ որ համայնքապետարան արդեն պետք է վճարի։ Գյուղում մանկահասակ երեխաներ կան, Հայրապետյանների տանն էլ 2 երեխա է մեծանում, նրանց համար են անհանգստանում։ Օրենքն արգելում է ոչնչացնել գայլերին, բայց պետությունն էլ չի զբաղվում բնակիչների անվտանգությամբ։ Նորատուսցի այս ընտանիքը մնացել է առանց ապրուստի, հույսն էլ կառավարությունից աջակցությունն է։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։